Տիրոջ խաղաղությունը բոլորից սիրելի եղբայրներ քույրեր։ Ես ուղղակի մի կարճ հորդորով պետք է աղոթքի հրավիրեմ Տիրոջ շնորհքով։ Եթե դուք նկատում եք, խոսքը հիմնական վերաբերվում է երիտասարդությանը, սա շարունակությունն է այս նյութը, այս խոսքը, որ ծննդական ցավ եմ քաշում, որ Քրիստոսը ձեր մեջ ձևավորվի, սա շարունակությունն է այն ուսուցումներին, որ մինչև հիմա գնում էր, թե գարնանը երիտասարդական պաշտամունք այստեղ, թե ճամբարներում, մենք տեսնում ենք, որ Աստծո խոսքը աճում է և զորանում է եկեղեցում, կատարվում է Սուրբ գրքի գրվածը, փառավորվի Տիրոջ անունը։ Ես ուղղակի վկայության կարգով, սիրելիներ, վերջերում, որ մենք ճամբարում էինք, Տիրոջ գործերից եմ ուզում փոխանցել, Տիրոջ հայտնություններից, որ մեր հավատքը կենտրոնանա հիմա Տիրոջ վրա, որ մենք կարողանանք Աստծո խոսքը ամուր բռնել, ես չգիտեմ ով ինչ վիճակի մեջ է, բայց անկախ քո վիճակից գոյություն ունի Աստծո խոսքը, հայտնվել է Աստծո խոսքը, և Աստծուն հաճելի է, այդպես վիճակ չկա, որ Աստծուն հաճելի լինի, թե լավ, թե վատ, եղբայրներ քույրեր, կարող է մեկը մտածում է իրավիճակը շատ վատ է, մեկն էլ մտածում է, որ ոչինչ իրավիճակը, կարելի է այս վիճակով աղոթել, մոտենալ Տիրոջը, բայց ես ասում եմ Տիրոջ անունով, որ Տիրոջ առաջ որևէ վիճակ հաճելի չէ, մի բան կա, որ հաճելի Աստծո առաջ, մի վիճակ կա, երբ որ Աստված տեսնում է, անկախ քո վիճակից, դու երեխայի պես ապավինել ես Աստծո խոսքին, հալելույա, և սա կոչվում է ավետարանով այս խոսքը, առանց հավատքի անհնար է Աստծուն հաճելի լինել, և երբ որ վերջի պատոկում ուսուցիչներ և երիտասարդականի պատոկներն էր ճամբարում սիրելներ, հիմա մենք պետք է աղոթք անեինք Սուրբ Հոգով չմկրտվածների համար, եղբայրները հորդորել էին մանավանդ զբաղվողների պատոկին, որ ծառայողը լավ է, որ մկրտված լինի, մենք այդպես ենք հասկանում ավետարանով, Սուրբ Հոգով մկրտված լինի, պետք է աղոթեինք հիվանդների համար և այլն, այսպես բոլոր հոգսերի համար պետք է աղոթեինք։ Հիմա այնտեղ կանչել են առաջ հոգիներին, ովքեր մկրտված չեն, ընդամենը 3 հոգի էին։ Ես փառք տվեցի Տիրոջը, որ ասի Տեր, փաստորեն այսքան բազմության մեջ երևի մի 200 հոգի կլեն, 3 հոգի մկրտված չէին։ Ես փառք տվեցի Տիրոջը։ Եվ մեկն էլ մի եղբայր էր 18 տարի, որ չէր մկրտվել Սուրբ Հոգով։ Ինքը ծառայող եղբայր էր, ջրով մկրտված, քարոզիչ, կարող է եղբայրը ստեղ է, և մկրտված չէր, և իր համար շատ էին աղոթել, և եղբայրները հորդորեցին հետևյալը, և այդ հորդորը ես փոխանցում եմ բոլորիս, Տիրոջ շնորհքով, եղբայրներ քույրեր, ասին, երևի երկար տարիներ եք աղոթել ձեր հոգսերի համար, թե մկրտության, թե բժշկության, բայց պատասխան չկա, և ինչու չկա, մեր խելքն էլ չի հասնում, թե ինչու, Աստծո գործերը անքննելի են, և որևէ մեկիս խելքը չի հասնում, բայց մենք ավետարանից մի բան մեր խելքը հասնում է, որտև Սուրբ Հոգին է դա մեզ սովորացրել, որ հիմա բոլորս, մենք էլ ձեզ հետ միասին, երեխայի պես, այս համարը պետք է կատարվի, սիրելիներ, որ մենք ապավինենք Տիրոջ խոսքին, Տիրոջ խոստումներին և կանչենք Տիրոջ անունը։ 18-րդ գլուխ Մատթեոս ավետարան, 3-րդ խոսքն եմ կարդում. Ուսավ ճշմարիտ կսեմ ձեզի, եթե դարձի չգաք և տղոց պես չլաք, երկնքի թագավորությունը բնա պիտի չմտնեք։ Ես մի ժամանակ ասում եմ Տեր, բայց երեխաներն էլ են չարություն անում, երեխաների պես ինչու լինենք։ Եվ Սուրբ Հոգին ցույց տվեց, որ
երեխաների պես լինել նշանակում է երեխաների պես հավատալ Աստծո խոսքին։ Երեխաների իմաստությունը չի աշխատում, նրանք իմաստություն չունեն, որ աշխատի։ Երեխաների մոտ հավատքն է աշխատում։ Եթե հիմա քո իմաստությունն է աշխատում, քո եւ Աստծո մեջտեղ, դա խանգարում է Աստծո գործին։ Թող հավատքը աշխատի, Հիսուսի անունով, թող հավատքը աշխատի, սիրելիներ։ Եվ հավատքը Աստծո խոսքն է, որ մենք հիմա պետք է ապավինենք, բժշկության կարիք ունես, Աստծո խոսքը ցույց է տալիս Քրիստոսի վերքերը, մեղքերից ազատագրվելու կարիք ունես, Սուրբ Գիրքը ցույց է տալիս Քրիստոսի այրունը, Սուրբ Հոգով լցվելու կարիք ունես, ցույց է տալիս խոստմունքը, սիրելիներ, մկրտվելու կարիք ունես, խոստմունքն է ցույց տալիս Սուրբ Հոգին։ Եվ մենք Աստծո խոսքին պետք է ապավինենք ու Տիրոջը պետք է փառք տանք, սա է երեխան։ Երեխան չի հասկանում, բայց հավատում է, նրա մեջ բնական կա։ Մենք մի տեղ էինք եղբայրներով, մի հատ գրքի երեխա կար, մի քանի ամսական։ Եվ եղբայրներից մեկն ասեց, հետաքրքիր է, երեխան ինչ է մտածում։ Ճիշտ ասած, իմ մեջ միտք առաջացավ, ես ասի, երեխան չի մտածում, երեխան ապրում է։ Ինքը չի կարող մտածել, բայց ինքը կարող է ապրել, իր մեջ կյանքի օրենք կա։ Փառավորվի Հիսուսի անունը։ Հիմա դու ինչի ես ուղղակի այդպես տվել քո իմաստությանը։ Աստծո խոսքին ապավինի։ Եվ աղոթքի ժամանակ, երբ որ եղբայրները աղոթում էին, սիրելիներ, այդ 18 տարվա մկրտված եղբայրը աղոթքի ժամանակ մի քանի անգամ եղբայրներ մեկա չի լինի, էսի չլնող բանա չի լինի։ Ուրեմն այնքան էր ասել 18 տարի ասել էր չի լինի։ Մի քանի հոգի են ասում, որ չի լինի։ Քանի հոգու ականջին է սատանեն ասում, որ չի լինի։ Եվ քո քանի տարիներն է բերում քո առաջը դնում, այսքան տարի աղոթել ես չի եղել, քեզ թվում է հիմա պետք է լինի։ Հորդորում եմ Հիսուսի անունից։ Մեր խելքը չի հասնում Աստծո գործերից, բայց մենք հավատում ենք ավետարանին, որ անկյունում ես, այս դալիճում որտեղ է քո տեղը, կապ չունի տեղը քո վայրը։ Աստծո աչքերը տեսնում են այն սրտերը, որոնք Աստծո խոսքը ամուր բռնել են եւ փառավորում են Տիրոջ անունը։ Եվ սիրելիներ, եղբայրները թե աղոթում են եւ թե հորդորում են, թե աղոթում են եւ հորդորում են։ Այդ քույրիկն էլ էր ասում, չի լինի, վրեժ եղբայր, լեզուս բռնվում է, չի լինի։ Այ քույրիկ ջան, ասի, անհավատությունից է լեզուտ բռնվում։ Հələ մերժի այդ անհավատությունը։ Ոնց կարող է չլինի։ Էտով է ասել, որ պետք է չլինի։ Տերն է ասել, Տիրոջ խոսքերը այո եւ ամեն են։ Ոնց կարող է Հիսուսն ասել ու չկատարվի։ Այդպես հնարավոր չի։ Ուրեմն դու չես բռնել Աստծո խոսքը, դրա համար Սուրբ Հոգին իր խոսքերն է հաստատում հրաշքներով ու նշաններով։ Եվ այս եղբայրը լցվեց Սուրբ Հոգով, սիրելիներ։ Երեքն էլ մկրտվեցին։ Ինչից իմացանք, որ մկրտվեցին, որտեղ պարզ լեզուներով, կրակել լեզուներով փառավորում էին Տիրոջ անունը եւ շատ պարզ էր այդ աղոթքի լեզուները։ Փառավորվի Հիսուսի անունը։ Եվ այնտեղ սիրելիներ բժշկություններ գնաց։ Մեկը կարճատեսությունից էր բժշկվեց, եկավ վկայեց։ Ողնաշարից բժշկություններ եղավ։ Տարբեր ազատագրություններ եւ ամենաշատը մեզ ուրախացնում էր հոգեվոր բժշկությունը։ Սիրելիներ, ինչպես եղբայրը վկայեց, հոբը դեռ ֆիզիկապես չէր բժշկվել, բայց հոգեվոր բժշկվել էր արդեն։ Եվ հոգեվոր բժշկությունը նպաստեց ֆիզիկական բժշկությունին։ Նա Աստծո առաջ էր զղջում։ Ինչու էր Աստված ասում Հոբին, ես որ երկինքն ու երկիրն էի ստեղծում, հիմեն էի ձգում դուր էիր, որտեվ Հոբը սիրելիներ, մարդը անգիտակցաբար կամած Աստծո օրհնությունները վերագրում է իրան։ Ֆիզիկապես նա ոչինչ չէր արել, բայց մենք հասկանում ենք, որ Հոբը վերագրել էր սիրելիներ։ Հիմա Աստված ասում է, բայց Հոբ դու որտեղ էիր։ Ախր դու որտեղ էիր։ Եվ երբ որ Հոբը խոնարհվեց, հոգևոր բժշկվեց, եւ ասես Տեր դու սքանչելի բաներ ես անում, բժշկվեց Հոբը հոգևոր։ Հոգևոր բժշկությունից հետո ֆիզիկականն էլ հետը բժշկվեց։ Փառավորվի Հիսուսի անունը։ Եվ այդ աղոթքի ժամանակ ամենակարևորն եմ ասում, մի շատ հետաքրքիր պես Սուրբ Հոգին միտք տվեց, ինձ համար հայտնություն էր դա։ 43 տարի ես հավատքի մեջ եմ, այդպես միտք չէր եկել ինձի։ Ու այդպես աղոթք ես չէի արել, որ հիմա ուզում եմ փոխանցել ձեզ։ Եվ Սուրբ Հոգին ասեց,
Փառք տվեք կյանքին։ Ձեր կյանքը Քրիստոսն է։ Մենք միշտ փառք ենք տվել, որ նա մեր փրկիչն է, փառք ես փրկիչ, փառք տվել եք որպես փրկիչ, փառք ենք տվել որպես բարի հովիվ, փառք ենք տվել որպես բժիշկ, հիմա Սուրբ Հոգին ասում է փառք տվեք որպես ձեր հավիտենական կյանքը, փառք ես կյանք, ես առաջի անգամ ասեցի, երևի էլի է ասել, բայց այդ ժամանակ այնպես լսեցի իմ ասածը, ասի փառք ես կյանք, Եվ ես տեսա Սուրբ Հոգին ցույց տվեց, որ ամբողջ աշխարհը, թե երգով, թե արտասանություններով, թե թատրոններով, թե ֆիլմերով փառավորում են իրենց պատկերացրած կյանքին, որոնք սութի են, մի քիչ հետո հոգին մնում է սոված, երգում էր ջերմեռանդ, շարժել էր մարդկանց զգացմունքները, իրանց հասկացած կյանքն էին փառավորում, մի քիչ հետո թուլացած ընկնում են, վերջացել է էներգիան, սպառված է ուժերը, բայց հոգին մնացել է սոված, որովհետև դրանք սուտի կյանքեր են, դա կյանք չի, դրանք ճակերտավոր են, բայց մենք փառավորում ենք երկնքից իջած կյանքին, քանի հոգի կան սիրելիներ, որ Քրիստոսին ոչ թե միայն տեսնում են որպես բժիշկ, որպես փրկիչ, Քրիստոս կյանքը ձևակերպվում է այն հոգիների մեջ, որոնք Քրիստոսին ընդունում են որպես հավիտենական կյանք, կյանքը Աստծո խոսքով ապրելն է, եթե դու նրան դեռ որպես բժիշկ ես փառավորում, աշխարհի մարդիկ էլ բժշկվում են, ասում են փառք Հիսուսին, եթե որպես փրկիչ, աշխարհում էլ շատ մարդիկ փրկվել են դեռ չապաշխարած, ապաշխարում հետո նոր զգում են, որ սա Տիրոջ ձեռքն էր, բայց որպես կյանք, սա հայտնություն է, ամենամեծ հայտնությունը Քրիստոս կյանքի հայտնությունն է, Քրիստոսը քո մեջ ձևակերպի նշանակում է երկնային կյանքը քո մեջ կառուցվի, Քրիստոսը քո մեջ կառուցվի որպես հավիտենական կյանք, Ալելույա, քանի հոգի կարող են, որ իրանց աղոթքը անկեղծ ստացվի, ասեն փառք ես, իմ կյանքը, փառք ես, քանի հոգի այսպես կարող են ասել, դեռ պրոբլեմը չի լուծվել, դեռ հիվանդը չի բժշկվել, բայց եսի կապ չունի կյանքի հետ, սա կապ չունի Աստծո հետ, Աստծուն փառավորելու հետ, նա մեր կյանքն է, մենք կյանքին պետք է փառավորենք, հոգևորը, որ բժշկվում է, մարմնավորն էլ հետն է բժշկվում, եւ Սուրբ Հոգին շինարարությունը շարունակում է երիտասարդության մեջ, ընդունեք Հիսուսի անունով, եւ ես հորդորում եմ, որ այս աղոթքի ժամանակ սիրելիներ, այն որ ինչքան ես ասել չիլնի, մերժեք այդ չիլնիները, Հիսուսի անունից, Սատանան երկու միտք է բերում, մինչև հրաշքը կատարվել ասում է չի լինի, ձեզ թվում է հրաշքը կատարվելուց հետո արդեն ինքը իրան պարտված է զգում, դրանից հետո էլ գիտեք ինչ ասում, մի քիչ առաջ ասում էր դու անարժան ես, ինչքան էլ աղոթես չի լինի, հələ քո վիճակին նայի, քո մեղքերին նայի, բժշկվելուց կատարվելուց հետո այդ նույն սատանան ասում է այդ ում հետ պետք է կատարվեր այդ հրաշքը բացի քեզանից, միայն դու ես արժանի, բայց մի քիչ առաջ ասում էր դու անարժան ես, դրա համար նա սատանա է, դրա համար այդպես կոչես նրան Տերը, սիրելիներ, դրա համար ինքը միշտ մեկ լուսափել հրեշտակի կերպարանք է հագնում, մեկ էլ սև շորեր է հագնում, երկուսն էլ նույնն է, ես որ Ռուսաստանում էի 90-ական թվերին, ինձ բերեցին այդ մագիայի գրքերից տվեցին, որ աղոթենք, այրենք, կախարդական, դիվական գրքեր են դրանք, հիմա նայում եմ դե կա չորնի մագիա, բելի մագիա, համար ասի չորնին հասկացանք, բա բելին որն է, ասել է կարդամ տերամ ինչ է գրած, մի քանի խոսք կարդացի, տեսա նույն սատանան է սպիտակ շորերով, մենք ապավինում ենք Աստծո խոսքին, ալելույա Հիսուսին, մի եթե քեզի սև շորերով մոտեցել, ասում է չիլնի, մեկին էլ սպիտակ շորերով ասում է բացի քեզնից ուրիշ մեկ արժանի չի, երկուսն էլ մերժում ենք Քրիստոսի վրա եղած հավատքով, մենք հավատում ենք ավետարանին, մենք ապավինել ենք Աստծո խոսքին, սիրելիներ հակառակ գնացեք սատանային, ու սատանան պետք է փախչի ձեզանից,
Սատանային ամենամեծ հակառակվելը Աստծո խոսքը բռնելն է։ Ես մի ժամանակ հասկանում եի սատանային հակառակվել, ամեն րոպե պետք է ասես ետիս գնա սատանա։ Եվ 70-ական թվականների բան եմ ասում, ես ետիս գնա ասելով ման էի գալիս սիրելիներ, որտեվ ինձ օրվա մեջ միլիոնավոր մտքեր էր գալի, ամեն մի մտքին պետք է ասեի ետիս գնա։ Բայց հնար չկար, ճար չկար սիրելիներ։ Եվ մի օր տրանսպորտի մեջ եմ, զգում եմ, որ ժողովուրդը ինձ են նայում, ուշադրություն են դարձնում, ասի կարող եմ լավ չեմ հագնված։ Հետո զգացի, որ ասում եմ ետիս գնա։ Սիրելիներ, կարիք էլ չկա այդպես ասել ետիս գնա, ոչ էլ պետք է սատանայի հետ կռվել, ոչ էլ պետք է նրան ապացուցել ինչ-որ բանել։ Մենք ապավինում ենք Աստծո խոսքին, սա է հակառակությունը։ Երեք ես հեռախոսում մի երիտասարդի հետ խոսում եմ, հորդորել է, որ գա պաշտամունքի։ Եթե դու ստեղ ես, եղբայր ջան, նորից քեզ ասում եմ եւ բոլորիս եմ ասում։ Եղբայր ջան, ասում եմ, միլիոնավոր մտքեր ա գալի օրվա մեջ։ Այս սիրելիս ասում եմ, քեզ ինչ պետք են այդ մտքերը։ Ընչես թուրն առե հասե այդ մտքերի հետ կռիվես տալի։ Դու թող այդ մտքերը քեզ ինչ պետք են։ Դու գնա Հիսուսի մասին մտածի, դու գնա Հիսուսին մոտեցի, դու լույսին գնա։ Պատերազմը քոնը չի, պատերազմը Տիրոջն է։ Մերժեք այդ բոլոր ստերը, սիրելիներ։ Եղբայր ջան, ինչ անեմ, բայց այդ մտքերին ողջ հաղթեմ։ Դու հաղթելու կարիք չկա, եղբայր ջան։ Ոչ էլ մտածի դրան հաղթես կամ չհաղթես։ Երբ որ դու դրանց հետ համաձայն ես, դրանք պարտված են Հիսուսի անունով։ Երբ որ դու չես հավատում այդ ստերին, դու հավատում ես ավետարանին, արդեն նրանք իրանց իշխանությունը եւ ուժը կորցրել են, նրանց պարտվելը մի վարքյան է, մի ակնթարթ է, հավատք է նրանց պարտվելը։ Բականի անգամ ծոմով աղոթեմ, բայց ինչքան լաց եմ։ Դու սիրելիս ինչ ես այդքան թագավորացրել այդ ստերին, որ պետք է ամբողջ եկեղեցին էլ ծոմ բայ, որ դրանք վերանան։ Կարիք չկա դրանց պարզ հավատք է ու դրանց հարցերը լուծված է Հիսուսի անունով։ Մենք հիմա հակառակ սատանային, քանի հոգի կան, որ սատանան մեղքի գայթակղություններով պաշարել է քեզ, այստեղ երիտասարդությունն է, և քեզ հրամցնում է մեղքի կյանքը, եղբայրները խոսացին ցանկությունների մասին, հրամցրել է քեզ ցանկությունների կյանքը, հարստության խաբեություններն է հրամցրել, փառքի կյանքը, սա սատանայի հասկացած կյանքն է, և այս կյանքը հրամցրել է քեզ։ Հիմա դու ինչ անես, որ դու սրանցից ազատվես։ Ոչ մի բան պետք չի անել։ Դու միայն հիմա հակառակ սատանային պետք է ասես. Փառք ես իմ հավիտենական կյանք։ Չի էթու մտքերը, էլի կասեմ, թող չէ թա, գիշեր ցերեկ կասեմ, փառավորվի Հիսուսի անունը։ Չլինի թե Պողոսին քանայի որդիները, որ գնացել էին դևին հանելու, Սկիվա քահանայի որդիները, և դևը ինչ ասեց, նրանք ասում են Պողոսի քարոզած Հիսուսի անունով, են Հիսուսը, որ Պողոսը քարոզում է դուսար, այսինքն մեր Հիսուսը չի, Պողոսի Հիսուսն է, չէ տենց է գալի միտքը, են Հիսուսը, որ Պողոսն է քարոզում, այդ Հիսուսի անունով հրամայում ենք դուսար է, այսինքն մենք այդ Հիսուսի հետ կապ չունենք, Պողոսի Հիսուսն է, դևն էլ ասեց, թե որ Պողոսի Հիսուսն է, Հիսուսին ճանաչում են, Պողոսին էլ գիտեմ, դուք ով եք։ Սիրելիներ, ուրեմն ունես փառք մի տուր, որ էդի, չգիտեմ ում կյանքն է, դու ունես փառք տուր, որ այդ կյանքը քոնն է, դու հավատում ես այդ կյանքին, և մնացածը կմարեն, սիրելիներ, կջախջախվեն ու քո ոտքերի տակ ընկնեն։ Եթե քեզի միլիոնավոր վախերն ու ստերն են շրջապատել, հակառակեցեք սատանային, մենք այս աղոթքի ժամանակ հավատքը պետք է օգտագործենք, իմաստությունը թող հավատքը օգտագործի, խելքը չի աշխատում Աստծո գործերի մեջ, հավատքն է աշխատում, և ամենամեծ արգելքը մարդկային իմաստությունն է, մարդ և Աստծո մեջտեղ, որ մարդ ուզում է հասկանալ նոր հավատալ, դա խանգարում է, քեզի գլխից հանողը քո իմաստությունն է։ Ուրեմն սիրելիներ, մեր խելքը չի հասնում Աստծո գործերից, բայց մենք հավատում ենք ավետարանին։ Ավետարանի հավատքով ենք մենք հակառակ կենալու և Տիրոջ զորությունը ներկայա բժշկելու, կանգնենք աղոթքի Տիրոջ առաջ։